Պետրոս Առաքյալի ընթրական երկրորդ թուղթը 2 Ընդդեմ սուտ ուսուցիչների Եղան նաև սուտ մարգարեներ ժողովրդի մեջ, ինչպես որ այժմ էլ ձեր մեջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք սպրդեցնելով կորստաբեր հեժզվածներ են ներմուծելու և ուրախանալով Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա արագահոս կորուստ են բերելու։ Եվ շատ պիտի գնան նրանց անառակությունների հետևից, և այդ պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի անարգվի, և ընչաքաղցությամբ, մտածածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն, բայց նրանց դատապարտությունը սկզբից հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա, քանզի Աստված չխնայեց մեղանչած հրեշտակներին, այլ խավարի կապանքներով գցեց Տարտարոսը, որպեսզի նրանք պահվեն դատաստանի օրվա համար։ Նա չխնայեց նաև հին աշխարհին, երբ ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղը բերեց, փրկելով միայն 8 հոգու, այդ թվում նաև Նոյին, արդարության քարոզչին։ Նույնպես նա Սոդոմացիների և Գոմորացիների քաղաքները մոխրի վերածելով դատապարտեց, օրինակ ծառայեցնելով նրանց ապագայի ամբարիշտների համար։ Եվ նա փրկեց արդար Ղովտին, որ ձանձրացել էր նրանց անառակ, անկարգ ընթացքից, որովհետև արդարը բնակվելով նրանց մեջ, ականատես և ականջալուր էր լինում նրանց անօրեն ընթացքին, ամեն օր տանջելով իր արդար հոգին։ Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին պահել դատաստանի օրվա համար, տանջանքների մատնելու նրանց, մանավանդ մարմնի պիղծ ցանկությունների հետևից գնացողներին, Աստծու իշխանությունն արհամարհողներին, ինքնահավաններին, հանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառավոր էակներից հայհոյելուց։ Այն դեպքում, երբ հրեշտակները, որոնք զորությամբ և կարողությամբ ավելի մեծ են իրենցից, նրանց դեմ հայհոյալից դատապարտություն չեն բերում Տիրոջ առաջ։ Բայց այս մարդիկ անբան անասունների նման, որոնք ի բնե որսի և մորթվելու համար են, հայհոյում են իրենց չիմացած բաների դեմ, և իրենց ապականության մեջ էլ պիտի կործանվեն տանջվելով, որպեսզի վարձատրությունն իրենց անիրավության։ Սրանք օրը ցերեկով իրենց ցանկությանը հագուրդ տալը հաճույք են համարում, կեղտոտներ և արատավորներ, որոնք հաճույք են ստանում իրենց խաբեբայությունների մեջ, ձեզ խրախճանակից լինելով։ Աչքեր ունեն պոռնկությամբ լեցուն, աչքերի նման, անպակաս են մեղքերից, խաբում են տատանողների հոգիները, ունեն ագահությամբ բռնված սիրտ, անեծքի որդիներ, թողնելով ուղիղ ճանապարհը մոլորվեցին, ընթանալով Բեորի որդի Բաղաամի ճանապարհով, որը անիրավության վարձը սիրեց, և այն Բաղաամի, որ իր անօրենության համար հանդիմանություն ստացավ, երբ անխոս էշը մարդկային լեզվով խոսելով արգելք եղավ մարգարեին, որ չկատարի այդ անօրենությունը։ Սրանք ցամաքած աղբյուրներ են և մրրիկից քշված բառախոհներ, խավարի աղջամուղջները հավիտյան նրանց համար են պահված, քանզի մեծախոս և սնոտի բաներ բարբառելով, անառակություններով, մարմնի ցանկություններով խաբում են նրանց, որոնք ստուգապես փախել էին մոլորության մեջ թափառողներից։ Սրանց ազատություն են խոստանում, մինչ իրենք ծառա են ապականությանը, քանի որ մարդ ինչից որ հաղթվում է, նրան էլ ծառա է, որովհետև եթե մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին ճանաչելու միջոցով աշխարհի պղծություններից փախչելուց հետո դարձյալ նույն բաներով բռնվեն, մնան,
նրանց վախճանը կլինի ավելի վատ, քան առաջին վիճակը, քանի որ ավելի լավ էր նրանց համար, եթե բնավ ճանաչած չլինեին արդարության ճանապարհը, քան այն, որ ճանաչեցին և հետ կանչեցին այն սուրբ պատվիրանից, որ ավանդեց նրանց։ Նրանց հարմար է գալիս այն իմաստություն, ճշմարիտ առածը, թե շունը վերստին է դառնում իր փսխածին, և թե լվացված խոզը վերստին է թավալվում տիղմի մեջ։